Քուսկուսը արմատներով հյուսիսային Աֆրիկայից է։ Ավանդաբար այն պատրաստում են գոլոշու վրա հատուկ կաթսայի մեջ, որը կոչվում է քուսկուսիեր։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք քուսկուսով եւ տավարի մսով կերակուր։ Քուսկուսով կլցոնենք պղպեղները եւ կմատուցենք տավարի մսով սոուսի հետ։ Սկսենք պղպեղները մշակելուց։ Նախքան պղպեղները լցոնելը, ուղարկելու ենք պղպեղները ջեռոց, թեթևակի թող ջերմային մշակման ենթարկվեն։ Կտրում ենք գլխիկները, հեռացնում ենք սերմերը, համեմում ենք մառանիկ ընկերության աղով, այսպես խոռոչը համեմում ենք աղով և շարում տապակի մեջ։ Կտրած գլխիկները չենք օգտագործելու։ Պղպեղները յուղում ենք և ուղարկում ենք ջեռոց։ Յուղեմ բուսայղով։ Պղպեղները ուղարկում ենք ջեռոց, թողնում ենք մի փոքր փափկեն, մինչ կլցոնենք նրանց։ Ջեռոցը կմիացնեմ 190 աստիճան։ Անցնենք առաջ։ Քուսկուսի համար հարկավոր է չամիչ թռչել, եռացրած ջուր ենք լցնում վրան, թողնում ենք փափկի։ Իսկ տավարի մսով սոուսի համար փափկացնում ենք լոլիկի ջիր։ Այժմ պատրաստենք սոուսը տավարի մսով։ Սկսենք սոխեռացից։ Տապակը հայտնվում է կրակին։ Կլցնենք բուսայով, ավելացնենք։ Եվ կտրատենք գլուխ սոխ։ Կվերցնեմ 2 փոքր գլուխ սոխ։ Գլուխ սոխը կկտրատեմ փետրաձև։ Իդեպ մոռացա ասել, չամիչը վերցրել էի 50 գրամ, իսկ լոլիկի ջիրը 25։ Կան մարդիկ, ովքեր հետևում են գրամերին։ Ես կփորձեմ ամեն ինչ ասել։ Հենց սոխը փափկեց, կավելացնեմ նեխուրի ցողուն։ Կվերցնեմ 2 ցողուն նեխուր։
Չնայած երկու ցողունը շատ է, մեկ ցողունը բավական է։ Կտրատում ենք միջին չափի։ Մյուս բաղադրիչը գազարն է։ Մեկ գազար, մեկ փոքր գազար։ Կիսում ենք մեջտեղից և կտրատում կիսաօղակների։ Այժմ անցնենք հիմնական բաղադրիչին, դա տավարի փափկամիսն է։ Անմիջապես հանենք ինչը կարող է պետք գալ։ Կտրատում ենք խորանարդիկների 1 սանտիմետրը 1 սանտիմետր կողմերի խորանարդիկների։ Տախտակը և դանակը անմիջապես փոխում ենք։ Տավարի փափկամիսը կես կիլոգրամ էր, հենց գույնը փոխեց, կավելացնեմ 20 գրամ կարագ։ Մյուս բաղադրիչը լոլիկի ճիրն է։ Քամում ենք, այն բավականաչափ փափկել եմ և կտրատում ենք։ Ես միշտ առաջարկում եմ հեշտ տարբերակը, ոչ թե դանակով կտրատենք, այլ մկրատով։ Այսպես ձողիկների ենք կտրատում։ Տեսնենք ինչ վիճակում են պղպեղները, դուք կողքնեմ։ Ճիշտ ժամանակն է հանելու։ Թող սառչի, որ լցոնենք։ Ջեռոցը չենք անջատում, թող տաք մնա։ Սկսում ենք համեմել տավարի փափկամիսով սոուսը։ Կհամեմեմ 2 պճեղ սխտորով, կտրատում ենք շերտերի, համեմում ենք
կես նարնջի կլեպով, քերում ենք մանր անցքերով, դու մնա այստեղ, անմիջապես քամենք նաև կես նարնջի հյութը, այն ավելի ուշ մեզ պետք կգա, նարնջի հյութը թող սպասի իր հերթին, քամենք չամիջը, թող քամվի, կհամեմեմ նաև մառանիկ ընկերության աղով, մեկ թեյի գտալ քարիով, սա էլ մեկ թեյի գտալ քրքումով, նույն չափ, մի պտղունց դարչնով, չմոռանանք կծուն կապահովի մառանիկ ընկերության աղացած սև պղպեղը։ Ավելացնում ենք նարնջի հյութը, ավելացնում ենք լոլիկ քերած վիճակում, քերիչը պահել է հատուկ լոլիկի համար, կվերցնեմ 2 լոլիկ, քերում ենք մեծ անցքերով, ծածկում ենք կափարիչով և մարմանդ կրակի վրա քեզ տեղափոխենք ինձ այս մասը պետք է մարմանդ կրակի վրա եփում ենք 7 րոպե այժմ անցնենք քուսկուսին ինչպես են այն պատրաստում վերցնում ենք մոտ 250 գրամ քուսկուս վրան ավելացնելու ենք երկու բաժակ, այսինքն մեկ բաժակ եթե օգտագործել ենք քուսկուս, երկու բաժակ կամ եռացրած ջուր կամ արգանակ կպատրաստենք տավարի արգանակ նախ հարկավոր է ջուրը եռացնել վերցրել եմ տավարի արգանակի փոշի
Մի բաժակ էլ եռացրած ջուր կավելացնենք։ Խառնում ենք, ծածկում ենք կափարիչով, թողնում ենք 5 րոպե հասունանա։ Իսկ մինչ այդ նրա համար կնախապատրաստենք բաղադրիչներ։ Օրինակ, կբովենք մայրու ընկույզ։ Գործի դնենք սիրելի ամանը, անմիջապես չամիջ մշակենք, մինչ մայրու ընկույզը բովում է։ Դանակ այստեղ է։ Չնայած չամիջը մանր է, ուղղակի անցնենք վրայով։ Քերում ենք պանիր, վերցրել եմ պինդ յուղոտ պանիր, կքերեմ մանր անցքերով։ Պանիրը վերցրեցի, մոտ 100 գրամ։ Սա էլ ենք լցնում սիրելի ամանի մեջ։ Մայրու ընկույզն էլ է պատրաստ։ Սա էլ ենք լցնում։ Բովում ենք նաև ընկույզը։ Քուսքուսը արդեն պետք է պատրաստ լինի։ Վերցնում ենք պատառաքաղ և այսպես քանդում ենք գնդերը քուսքուսի և լցնում սիրելի ամանի մեջ։ Այսքանը կարծում եմ բավական է։ Փրկում ենք ընկույզը, սա էլ մանրացնում, լցնում ենք վրան։ Քանի որ տավարի արգանակը արդեն իր մեջ աղ է պարունակում, աղ չենք ավելացնի։ Թթվաշության համար կավելացնեմ սումախ։ Վերջ, լավ խառնում ենք և արդեն կարելի է լցոնել պղպեղները։ Լցոնելուց հետո պղպեղները վերադարձնում ենք այդ տապակի մեջ։ Նույն կերպ խճողում ենք մնացած պղպեղները։ Վրաները քերած պանիր ենք շաղ տալիս, դնում այսպես, որից հետո կուղարկենք ջեռոց։
Ջեռոցում լցոնած պղպեղները կթողնենք այնքան, մինչև պանիրը հալվի, որից հետո կմատուցենք տավարի սոուսի հետ միասին։ Կուսկուսով և տավարի մսով կերակուր։ Քաղցր պղպեղների գլխիկները կտրել, սերմերը հեռացնել, համեմել աղով, յուղել բուսայուղով, 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել, խճողակի համար չամիչ թրջել, քամել, թասի մեջ կուսկուս լցնել, ավելացնել տավարի արգանակ, եռացրած ջուր, խառնել, թողնել 5 րոպե հասունանա, չամիչը թեթև կտրատել, լցնել այլ թասի մեջ, ավելացնել քերած պանիր, մայրու բոված ընկույզ, կուսկուսն ու արգանակը, մանրացրած բոված ընկույզ, համեմել սումախով, խառնել, պղպեղները լցոնել, պանիր շաղ տալ, 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել այնքան, մինչև պանիրը հալվի, սոուսի համար լոլիկի չիր թրջել, բուսայուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխսող, կտրատած նեխուրի ցողուն, կիսաօղակների կտրատած գազար, 1 սմ կողմերով խորանարդիկների կտրատած տավարի փափկամիս տապակել, հենց միսը գույնը փոխի, կարագ ավելացնել, լոլիկի չիրը քամել, ձողիկաձև կտրատել, լցնել տապակվող բաղադրիչների վրա, ավելացնել նաև շերտատած սխտոր, նարնջի քերած կեղև, համեմել աղով, քարիով, քրքումով, դարչինով, աղացած սև պղպեղով, ավելացնել նարնջի քամած հյութ, քերած լոլիկ, մարմանդ կրակի վրա եփել 7 րոպե, լցոնած պղպեղները մատուցել տավարի մսով, սոուսով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք բադիմիս, արքայախնձորի պահածո, բրուսելյան կաղամբ, սերկեֆիլ, մեղր, կոկոսի կաթ և ընտրյալ հատիկ համեգախնիկ դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։